2024 թվականին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը տրամադրվել արբանյակային կապի գլոբալ համակարգի միջոցով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող Starlink AM ընկերությանը, ապահովելով Starlink-ի միջոցով SpaceX-ի կողմից գերարագ լայնաշերտ ինտերնետ ծառայություններ մատուցելու հնարավորությունը հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության շարժական կապի ծառայությունների շուկայում գործում է 3 օպերատոր՝ Telecom Armenia, Viva Armenia եւ Ucom ընկերությունները։ Շարժական կապի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 4 միլիոն 84 հազար 42 մարդ, նախորդ տարվա համեմատ աճելով 9300 բաժանորդով, ավելի շուտ նախորդ թիվը բաժանորդով, ասենք եւ ոչ թե մարդով, որովհետեւ մի մարդը կարող է մի քանի համարի գրող լինի։ Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 3 միլիոն 259 հազար 163, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 39716 բաժանորդով։ Հայաստանի Հանրապետությունում գործում է հանրային ամրակցված կապի 208 լիցենզավորված օպերատոր, որից 169 մարզերում եւ 39 Երևանում։ Ընդհանուր ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 603960, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 10.6%-ով։ Հանրապետության մարզերում ընդհանուր ամրակցված լայնաշերտ ինտերնետի եւ օպտիկամանրաթելային հասանելիությամբ ինտերնետի բաժանորդների թվաքանակները նախորդ տարվա համեմատ աճել են համապատասխանաբար 11.4%-ով եւ 16.9%-ով, իսկ Երևան քաղաքում 9.7%-ով եւ 19%-ով։ 24 թվականին հանձնաժողով է ներկայացվել 4068 դիմում բողոք, որոնցից 1465-ը գրավոր, իսկ 2603-ը բանավոր եղանակով։ Հանձնաժողովում գործող դիմում բողոքների քննարկման համար նախատեսված հեռախոսահամարով, ինչպես նաև հանձնաժողով այցելելով բնակիչ սպառողների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդատվություն են ստացել մատակարար սպառող հարաբերություններում իրենց իրավունքների եւ պարտականությունների, դրանց խախտման դեպքում անհրաժեշտ քայլերի եւ գործողությունների վերաբերյալ։ Սպառողներին առնչվող խնդիրների շարքում իր կարևորությամբ առանձնանում է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների ապահովումը, որոնք սահմանված են հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերով։ Նշված ցուցանիշների խախտման համար 2024 թվականի ընթացքում մատակարար կազմակերպությունները բաժանորդներին վճարել են դրամային հատուցումներ, մասնավորապես էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 117762 բաժանորդի վճարել է 205 միլիոն դրամ տուժ։ Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Gazprom Armenia փակ բաժնետիրական ընկերությունը թվով 5613 բաժանորդի վճարել է 4 միլիոն 4.8 միլիոն դրամ տուժ։ Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Վիոլա ջուր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 1028 բաժանորդի վճարել է 1.55 միլիոն դրամ տուժ։ Հարգելի պատգամավորներ, հանձնաժողովն իր գործունեության հրապարակայնության ու թափանցիկությունն ապահովում է զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի հարթակների եւ այլ միջոցներով։ Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ,
Մասնավորապես 24 թվականին հանձնաժողովի հետ համագործակցել են Սպառողների ասոցիացիա, Սպառողների խորհրդատվության կենտրոն, Սպառողների աջակցման կենտրոն եւ բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում հասարակական կազմակերպությունները։ 24 թվականին հանձնաժողովը համագործակցել է նաեւ միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների կարգավորող մարմինների հետ հանձնաժողովի գործառույթների շրջանակում միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու եւ դրա գործնական կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար։ Վերջում ներկայացնեմ նաեւ հակիրճ տեղեկատվություն հանձնաժողովի տարեկան բյուջեի ձևավորման եւ հանձնաժողովի գործունեության արդյունքում 24 թվականին պետական բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ։ 24 թվականին հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 117.4 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 15.4 միլիոն դրամը, իսկ տարբերություն 102 միլիոն դրամը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ 24 թվականի ընթացքում հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները զգալի մուտքեր են ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լիցենզիաների տուրքերի, ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման վճարների, հանձնաժողովի կիրառած տուժերի, ինչպես նաեւ նոր էլեկտրակայանները լիցենզիաներով ամրագրված ժամանակահատվածում չգործելու, լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ներկայացված ֆինանսական երաշխիքից գանձվող գումարների տեսքով։ Նշված աղբյուրներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվել է շուրջ 9.38 միլիարդ դրամ, որի հիմնական մասը շուրջ 8.78 միլիարդ դրամը կազմել են ռադիոհաճախականությունների օգտագործման եւ թույլտվությունների տրամադրման գծով տուրքերը։ Նշված բյուջետային մուտքերում ներառված են նաեւ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանցից գանձված լիցենզիայի տուրքերը 339 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ հանձնաժողովի իրավական ակտերը խախտելու համար կարգավորվող անձանց կողմից 2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած գումարները 259.5 միլիոն դրամի չափով։ Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումը, թույլ տվեք այսքանով ավարտել խոսքս, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 24 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ամփոփված է հանձնաժողովի 24 թվականի գործունեության հաշվետվությամբ, որտեղ ըստ կարգավորվող ոլորտների ներկայացված են վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրակացություններ։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։